Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողը մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել։ Պարզվել է նշված անձը իրականությունը խեղաթյուրելու եղանակով մի շարք անձանց դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել։ Կաշառք ստանալու, խարդախության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով, վերջինս տվել է խոստովանական ցուցմունք եւ լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը։ Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարներն ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից։ Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։ Հոկտեմբերի 28-ին մարդու առևանգման փորձի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ առևանգման փորձ է տեղի ունեցել։ Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է եւ նշված պողոտայի 135A շենքի մոտ Շենգավիթի ոստիկանները նկատել են 2 հոգու եւ քաղաքացուն առևանգելու փորձի կասկածանքով տեղում բռնել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել կասկածյալին։ Ըստ Շամշյանքոմի կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Սամվել Ս.Ն. է, ով Շենգավիթում հայտնի է որպես Տուճոյի Սամո։ Իսկ քաղաքացին, որին նա փորձել է ստիպողաբար նստեցնել ավտոմեքենան ու տանել, Երևանի բնակիչ 41-ամյա Ռոման Ն. է։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեին։ Շամշյանքոմի տեղեկություններով նրանց միջև եղել է գումարային հարցի շուրջ ծագած խոսակցություն։ Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 09:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացվել են տեղեկություններ, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող Գրաքսման ՍՊՕ-ում։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00 ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ընկերության աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս եւ այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են եւ այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ։ Դուրս գալիս կոտրել են նաեւ գույքը։ Դեպքի փաստով անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեին։ Շամշյանքոմի տեղեկություններով կատարվածի մասին արդեն հաղորդում է ընդունվել Գրաքսման ՍՊԸ-ի տնօրեն Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Գևորգյանի կողմից։ Արտարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են իրականացրել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը Ս.Ա.-ին, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս իր բաժանորդային քարտով։ Այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։ Ս.Ա.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության 150,000 ՀՀ դրամ տուգանքի չափով։